Կեն Մալիքյան ավելացնելու բան ունեք համեցել։ Այո, ուզում եի նշեմ, որ իրականում վերջին տարիներին ակնհայտ է, որ Պաշտպանության նախարարությունը ավելի փակ է հասարակական վերահսկողության տեսանկյունից, չի ապահովում դա եւ ընդհանուր առմամբ երկխոսությունն էլ այդքան արդյունավետ չէ։ Մեր կազմակերպությունը տարիներ առաջ օրինակ շատ ավելի մեծ մուտք ու հասանելիություն ուներ այդ թվում նաև բարձելու մարդու իրավունքների խնդիրները հնարավորություն ունեցել ենք եւ զորամասերի այցելել եւ խոսել եւ զինծառայողների հետ եւ անձնակազմի իսկ օրինակ այս հետազոտությունը իրականացնելիս որի նպատակն էր բացահայտել հենց դատական պրակտիկայի միջոցով թե ինչ բռնության դեպքեր կան ինքնասպանության պատճառները Ներողություն խոսքը որ հետազոտության մասն է մենք գիտենք բայց ունկնդիրները այս տարի իրականացրել ենք հետազոտություն վերջին 5 տարվա ընթացքում դատական պրակտիկայի հիման վրա ուսումնասիրություն վերջին 5 տարվա ընթացքում զինված ուժերում բռնության դեպքերով եւ ինքնասպանության հասցնելու դեպքերով քրեական գործերի եւ դրանցում բացահայտված ասենք առանձնահատկությունների տեսանկյունից, որի նպատակն էր մի կողմից բարձել թե ինչպիսի դրսևորումներ կան, որոնց արդյունքում այդ բռնությունը կամ ինքնասպանությունը տեղի է ունենում, մյուս կողմից գնահատելու թե ինչպիսի արձագանք է այդ ունև պատժողական քաղաքականությունը ինչպիսին է պետության եւ արդյոք դա կարող է կանխարգելիչ դեր ունենալ ապագայում եւ հետազոտության շրջանակներում բացի դատական պրակտիկայի ուսումնասիրությունից մենք դա պարտադիր ասենք մեթոդոլոգիան մաս է բոլոր շահագրգիռ կողմերի հետ իրականացնում ենք փորձագիտական հարցազրույցներ իրենց կարծիքը իրենց տեսլականը հասկանալու եւ քննարկելու բացահայտված ինչ որ խնդիրները պետք է նշեմ որ եւ զինվորական դատախազությունը եւ քննչականը մասնակցել են այսինքն կարողացել են իրենց հետ խոսել իրենց դիրքորոշումը բարձել իսկ պաշտպանության նախարարությունը կտրականապես հրաժարվել է որևէ ձևաչափով որևէ հարց քննարկելու պատճառաբանելով որ զբաղված են այսինքն որևէ անձ որևէ պատասխանատու անձ ամբողջ նախարարությունում երբևէ մի քանի ամսվա ընթացքում ազատ ժամ կամ կես ժամ չի ունեցել որպիսի խնդիրները քննարկել ներկա չեն եղել նաեւ քննարկմանը որը բաց քննարկում են կարել կրկին դատախազությունից եւ քննչականից եւ ՄԻՊ-ից մենք ունեցել ենք ներկայացուցիչներ որտեղ ամեն մեկը ունի իր տեսանկյունից իր աշխատանքի տեսանկյունից ինչ որ բացատրություններ ինչ որ վերլուծություն եւ այլն ու շատ կարեւոր է որպեսզի ներառական լինի քննարկումները բարձելու նաեւ լսելու ինչ որ խնդիրներ եւ դրանց վերաբերյալ արձագանք ունենալու կամ ինչ որ միջոցառումներ ձեռնարկելու ու սա մեզ համար ցուցիչ էր որ հասարակության հետ այսինքն հասարակական կազմակերպությունների հետ իրավապաշտպան կազմակերպությունների հետ պաշտպանության նախարարությունը կարծես թե հապաղում է համագործակցել այդ առումով ի տարբերություն նախկին տարիների երբ որ կրկին ասեմ թեև կրկին փակ համակարգեր բայց ունեցել ենք ավելի դրական փորձ մյուս կողմից պետք է նշեմ հենց քննության արդյունավետության առումով շատ կարևոր է հասկանալ որ մի կողմից մեր քրեական օրենսգիրքը շատ խիստ պատշատեսակներ է նախատեսում այս ամենի համար մյուս կողմից փաստացի գործնականում բոլոր այդ ուսումնասիրված գործերով միայն ինքնասպանության դեպքերում էր որ ազատազրկում է այսինքն ռեալ պատիժ է նշանակվել ասենք եթե անձը մեղավոր է ճանաչվել մնացած բոլոր դեպքերում անկախ հետևանքներից բռնության գործադրման դեպքերով միշտ պայմանականորեն պատիժը չի կիրառվել անգամ ընդհանուր միջով 8 տարի ազատազրկում օրինակ ինչ որ անձին նշանակվել բայց չի կիրառվել ու սա մեզ համար կրկին ցուցիչ է որ արձագանքը պետության գուցե այդքան արդյունավետ չէ որովհետև սա մեսիջ է ուղարկում մնացած անձանց որ ինչ էլ կատարվի բանակում բացի սպանությունից պայմանականորեն ըստ էության կամ հաշտություն կարող է կնքել տուժողի հետ կամ արագացված ընթացակարգով շատ ավելի մեղմ պատիժ կնշանակվի որը պայմանականորեն չի կիրառվի իսկ պետք է փաստեմ ընդհանուր մեր աշխատանքային փորձը վկայում է այն մասին ու մենք տարիներ շարունակ այդ նաև դիտորդական խմբի անդամ ենք քրեակատարական հիմնարկներում աշխատել ենք տարբեր անձանց հետ դատապարտված եթե անձը ռեալ պատիժ չի կրում, չի ընկալում, որ ինքը պատասխանատվության է ենթարկվել։ Ինչքան էլ ձևական առումով դա էլ է պատասխանատվության ձև, բայց ըստ էության ստացվում է, որ անձը եթե սպանության չի հանգեցրել ինչ-որ գործողություններ, ցանկացած բռնության դրսևորում ըստ էության ռեալ պատժի չի հանգեցնում եւ ապագայում էլ կանխարգելիչ դեր չի ունենում։